Հայաստան մատակարարվող գազի հնարավոր թանկացումն այլևս պարզապես ակնարկ չէ։ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարում է, պաշտոնական նամակ են ուղարկել Երևան 2013-ին կնքած գազի մատակարարման պայմանագիրը խզելու հնարավորության մասին։ Գերատեսչության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնում է, թե այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան միջոցով էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի, տարածքային կառավարման նախարար Դավիթ Ղուդատյանին ուղղված նամակ են փոխանցել։ Ես թեմային այսօր մամուլից եմ տեղեկացել, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նման գրություն չի ստացել։ Ղուդատյանն այսօր ավելի վաղ պնդում էր, թե նման նամակ չեն ստացել, ինչին ի պատասխան Մոսկվայից նրան հորդորում են ճշտումներ անել արտգործնախարարությունից։ Գազը թանկացնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկում նաեւ Ռուսաստանի պետական դումայում։ Պատգամավորներից մեկն առաջարկում է վերանայել Երևանի արտոնություններն ու կապույտ վառելիքը միանգամից ավելի քան 2 անգամ թանկացնել, սակագինը շուկայական հարաբերությունների դաշտ բերելով։ Սպառնալիքներին անձամբ վարչապետ Փաշինյանն է արձագանքել, այդ քայլերն անտրամաբանական որակելով։ Թանկ գնով սպառնալիքին կա պատասխան։ Մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ թանկ չթվա, հասկանում եք։ Եվ այսօր Հայաստանը դառնում է խաղաղության խաչմերուկ։ Այդ նշանակում է, որ Հայաստանը ոչ թե հազարների կամ միլիոնների երկիր է ալնելու, Հայաստանը լինելու է միլիարդների եւ տրիլիոնների երկիր։ Մենք այլևս ենք կուչեկած։ Մենք այլևս ենք կուչեկած։ Պլեչին կակա ասող պետությունը եւ ժողովուրդը չենք։ Պետդումայի անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Լուգավոյն ավելի հեռուն է գնացել ու հայտարարել, որ գազի թանկացումը նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման կհանգեցնի։ Մոսկվայի սպառնալիքներն այսքանով չեն եզրափակվում, հայտարարում են Հայաստանի մաքսային արտոնությունները չեղարկելու անհրաժեշտության մասին, հիշեցնելով ռուսական ցորենից կախվածությունը, հայկական գյուղմթերքի ու ալկոհոլային խմիչքների դեպի Ռուսաստան արտահանման ծավալները։ Պատգամավորն առաջարկում է նաև Հայաստանի Ռուսաստանից վերցրած պետական պարտքի վերաբերյալ ամբողջական աուդիտ անցկացնել, պնդելով, թե իրենք իրավունք ունեն պարտավորությունների պլանային կատարում պահանջել։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, թե վաղն Աստանայում մեկնարկող ԵԱՏՄ գագաթնաժողովի օրակարգը բարդ է մեջբերեմ Հայաստանի հետ իրավիճակի պատճառով։ Գագաթնաժողովին Հայաստանը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ռուսաստանի նախագահի խոսնակը նաև պնդել է, թե Հայաստանն էժան գազ է ստանում Ռուսաստանի հաշվին։ Это не с неба. Это за счет Российской Федерации. Հայերի ստացած արտոնությունները օդից չեն, այլ միշտ ինչ-որ մեկի հաշվին։ Դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ Դա իրոք մեր ներդրումն է Հայաստանի զարգացման համար։ Այդ երկիրը եղբայրական է եւ շարունակում է մնալ եղբայրական, բայց դա մեր հաշվին է, դա մեր օգնությունն է Հայաստանին։ Это за наш счет, это тоже нужно называть вещи своими именами. Это наша помощь армии. Դմիտրի Պեսկովը չի բացառում, որ գազի սակագինը կարող է փոխվել, առաջարկելով Գազպրոմից ճշտել։ Կրեմլի խոսնակն այդուհանդերձ ընդգծել է, որ Աստանայում կայանալիք միջոցառումները մեջբերեմ Հայաստանի ճակատագիրը չեն որոշի։ Այժմ Հայաստանը գազը սահմանին գնում է 1000 խորանարդ մետրի համար պաշտոնապես սահմանված $165 սակագնով։ Այն սակայն կարող է տատանվել պայմանավորված կապույտ վառելիքի որակից, կալորիականությունից։ Հայաստանն այժմ ավելի խիտ գազ է ստանում ու այդպիսով վերջնական գինը հասնում է ավելի քան $175։ Ռուսները պարբերաբար շեշտում են, թե նույն գազը եվրոպացիները գնում են $600-ից էլ բարձր գնով։ Վարչապետ Փաշինյանը Մոսկվայի օրեցօր կոշտացող ռետորաբանությանն այսօր արձագանքեց, պնդելով, թե այդ քայլերը հակառակ ազդեցությունն են ունենում։ Որովհետև իրանք ընդհակառակը պետք է առաջարկ անեն Հայաստանի ժողովրդին։ Ասեն այ մենք էս լավ բանը կանենք, էս լավ բանը կանենք, իրանք հակառակն են ասում են մենք էս վատ բանը կանենք, էս վատ բանը կանենք, էս վատ բանը կանենք։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն իր հերթին հայտարարել է, թե ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի անդամակցության վերաբերյալ որոշումներ չեն կայացնի։ Օվերչուկը, որը վերջին շաբաթներին ըստ էության ամենահաճախն է Հայաստանի քաղաքացիներին հիշեցնում Ռուսաստանից տնտեսական կախվածության մասին, այսօր պնդել է, թե ԵԱՏՄ շրջանակում պայմանագրային դրույթները չեն պատրաստվում փոխել։ Для того, чтобы изменить договор, нужен консенсус и Армения.
Պայմանագիրը փոխելու համար կոնսենսուս է պետք, եւ ինչպես գիտենք, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Այնտեղ շատ լավ հասկանում են եւ առավելությունների եւ անդամ պետությունների հետ առևտրի ծավալը։ Իհարկե հայերը շատ լավ հասկանում են ԵԱՏՄ-ին անդամակցության առավելությունները եւ չեն ցանկանում դուրս գալ։ Նրանց երկրում քաղաքական ուժեր կան, որոնք հայտարարել են Եվրամիությանը մոտենալու ու անդամակցելու նպատակի մասին։ Բոլորը գիտեն, որ դրանք անհամատեղելի են։ Սա նոր իրավիճակ է, որը պետք է գնահատել։ Силы в Армении, которые провозгласили своей целью сближение с Европейским Союзом. Թե Հայաստանի նկատմամբ կոնկրետ ինչ քայլեր կլինեն Աստանայի հավաքին դեռ պարզ չէ։ Մոսկվան խաղակարտերը ամբողջությամբ չի բացում։ Եվրասիական տնտեսական միության պայմանագրով երկիրն ինքը պետք է ցանկանա անդամակցությունը դադարեցնել, բայց անդամները կարող են տարբեր ապրանքների ներմուծումների համար սահմանափակումներ կամ հավելյալ ստուգումներ մտցնել, ինչը Ռուսաստանն արդեն իսկ վերջին շաբաթներին անում է, վնասելով Հայաստանի տնտեսությանը։ Մոսկվան ֆիտոսանիտարական խնդիրների պատճառաբանությամբ արգելել է Հայաստանի ծաղիկների, հայկական որոշ տեսակի խմիչքների ներկրումը։ Տասնյակ բեռնատարներ կանգնած են ռուս-վրացական սահմանին։ Վարորդներին թույլ չեն տալիս այն կողմն անցնել։ Ես հանձնարարել եմ, որպեսզի մշակել մեր տնտեսվարողներին աջակցության ծրագրեր։ Հայաստանն այժմ այլ շուկաների փնտրտուքի մեջ է։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդգծում է, ակնկալում են Եվրամիության ֆինանսական աջակցությունը, որ հայկական ապրանքը եվրոպական խանութներ հասնի։ Առաջարկել եմ եվրոպական գործընկերներին, որտեղ իրանք շատ են սիրում խոսել աջակցությունից եւ այլնից, դե եթե այդքան շատ սիրում են խոսել, թող աջակցեն մեզ։ Բյուջեսելն արձագանքել է էկոնոմիկայի նախարարի խոսքով հաշվարկներ են խնդրել։ Երևանը դրանք 3 է տրամադրել։ Թե ինչ չափի աջակցություն է Երևանին անհրաժեշտ, Պապոյանը չի հստակեցնում։